Մարդը հոգի եւ մարմին։ Մարդը հոգով է ապրում եւ մարմնով որ աշխարհում է ապրում։ Նա ինչպես համատեղի հոգեվորն ու մարմնավորը, աշխարհիկն ու աստվածայինը։ Ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. հոգին է կենդանարար, մարմինը ինքն իրերով ոչինչ չի կարող անել։ Հենց այստեղ բանաձև է տրվում։ Երբ որ դու հոգին կենդանացնում ես, մարմինը ինքնաբերաբար կենդանանում է։ Երբ որ դու մտածում ես հոգևոր բարձր արժեքների մասին եւ օրինակ առավոտ արթնացար, ավելի շատ մտածում ես որ հոգիդ զարդարես, քան թե մարմինդ զարդարես, հա? Որոշում ես որ պիտի աղոթք անես։ Այո, մարմինդ խնամք տար, բայց ոչ ավելին քան հոգու խնամք։ Երբ որ գնում ես օրինակ դու գնում ես աշխատելու, չէ՞։ Գիտես որ աշխատավայրում ամեն տեսակի մարդիկ կան եւ տարբեր տեսակի շփումների մեջ պիտի դնես։ Հիմա որպեսզի դու կարողանաս խաղաղություն ունենալ, որպեսզի դու կարողանաս կարողություն եւ ուժ ունենալ ամեն տեսակի մարդկանց հետ շփվել եւ քո խաղաղությունը չկորցնել, դու պիտի աղոթք անես։ Կանոնական աղոթք պիտի անես։ Ավետարան պիտի կարդաս, նարեկ պիտի կարդաս, հոգով զորանաս, հա։ Եվ այդ քո առավոտյան աղոթքը, հոգու լիցքավորումը, հոգիդ լիցքավորում ես, ինչպես հեռախոսն ես լիցքավորում, այդպես հոգիդ պիտի լիցքավորես։ Հեռախոսը մենք անընդհատ լիցքավորում ենք, բայց մեր հոգին չենք լիցքավորում։ Հա, հոգևոր հոսանքին պետք է միացնենք, այսինքն աղոթքով, երկնքից լիցքավորվենք հոգով։ Եվ այդպես մտնենք այս աշխարհ։